Ողջույն սիրելիներս, Բարև ձեզ։ ողջունում ենք ձեզ ու սկսում ենք նոր վլոգ։ Դուրս ենք եկել մի փոքր զբոսնելու, մեզ մոտ այսօր մի փոքր ամպամած է, բայց ճիշտ ցերեկվանից սկսեց ամպել, որոշեցինք դուրս գանք մի փոքր զբոսնենք ու այս հաճելի վայրում եւ ձեր հարցերին պատասխանել, քանի որ տրված էին մի քանի պատասխաններ ծանոթություն վլոգից հետո էր հատկապես տրված պատասխաններ հարցերը փորձում ենք պատասխանել եթե ինչ որ մեկի հարցերին չպատասխանեմ ուրեմն դուք տվել եք շատ նեղ անձնական հարց կամ հարց որը ինձ չի վերաբերվում ներողություն եմ խնդրում կներեք ես այդ հարցերին չեմ պատասխանի որովհետև հնչել են մի քանի նեղ անձնական հարց, որ ներողություն եմ խնդրում, այդ հարցերը կմնան անպատասխան։ Իսկ մնացած հարցերին կփորձենք պատասխանել սիրելիներս, ու մինչև հարցերի պատասխանելը ուզում ենք մեկ անգամ ևս սեզանից բոլորիցդ շնորհակալություն հայտնել ձեր գեղեցիկ խոսքերի, ձեր բաժանորդագրվելու, որովհետև ծանոթություն վլոգից հետո Հենց միայն այն բանի համար, որ դուք կաք ու մեզ հետ եք։ Շնորհակալ եմ ձեզանից։ Այդքան լավն եք, այդքան հասկացող եք։ Անչափ շնորհակալ ենք բոլորիցդ։ Հիմա փորձենք պատասխանել ձեր հարցերին սիրելիներս։ Առաջին հարցը երևի ես բաժանորդների անունը չեմ կարդա, չգիտեմ, կարող է մարդկա չի ուզում։ Ջան, եթե հարցը հնչեցնենք, մենք արդեն հարցը տվողը ինքը կիմանա ով է։ Այո, քանի որ կարող է բաժանորդ կա, որ չի ուզում իր անունը հնչի, դրա համար ոչ մեկի անունները չենք հնչեցնի։ Բարև ձեզ, այո, եթե չենք բաժանորդագրվի, եթե չուզենանք չենք բաժանորդագրվի, իսկ որտեղ է աշխատում Գագիկը։ Այս այն թեմայի շուրջ էինք խոսել, որ մի բլոգերը մյուսին խնդրում է բաժանորդագրվել, այդ թեմայի մասին էր խոսքը։ Իսկ հարցը, իսկ որտեղ է աշխատում Գագիկը, կպատասխանի Գագիկը։ Այո, շատ լավ հարց էր, ու խնդիր չկա, կպատասխանեմ, ես աշխատում եմ տեղիում որպես ադմինիստրատոր եթե որևիցե մեկը խնդիր ամենը մոտենում է մեր օֆիս ես այդ հարցը լուծում եմ հիմա կարդանք հաջորդ հարցը բարև Գագիկ ու Էմա ջան հաճելի է լսել ձեզ բժշկական ապահովագրությունն ուզում եք որ Գագիկը ասում է բժշկությունը ձրի է անվճար այդ հարցին է ես եմ պատասխանում ոնց որ անձամբ շփվել կարող ենք երկուսս պատասխանել անձամբ ես շփվել եմ շատ եմ շփվել բժիշկների հետ եւ առաջի անգամ երբ ինձ բուժ օգնություն ցուցաբերեցին ես ընդհանրապես ապրելու իրավունք չունեի ոչ մի բան չունեի այստեղ բայց երբ հարկը եղավ բժշկական միջամտության շտապ օգնության մեքենայով տարան հիվանդանոց եւ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերեցին լիարժեք որի համար ես շատ շնորհակալ եմ տեղի բժիշկներից ու քույրերից հարց ասեմ որ մենք խոսում ենք միայն Կատալոնիա մարզի համար կարող է մի մարզը տարբեր է մյուսը տարբեր է չգիտեմ մեր խոսքը Կատալոնիա է հենց մարզի ամեն մարզ ունի իր ներքին օրենքները կան ընդհանուր իսպանական որոնք որ շատ գլոբալ մեծ օրենքներ են որը որ կապված է մարդու իրավունքների կամ նման ինչ-որ մի հարցերի հետ բայց ամեն մարզ ունի իր ներքին օրենքը թե որը ոնց է ասենք վերաբերում թե օգնության հարցով, թե բժշկության, թե չգիտեմ, տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ կա, տարբեր մարզեր են։ Իհարկե ապահովագրություն կա, ապահովագրությունով բուժում կա, իհարկե դա կա, բայց կա նաև անվճար բուժում, դա պետականորեն շատ լավ արեցիր Էմա ջան։ Բուժումն է։ Ինձ հիշեցրեցիր, ես այդ պահին ունեի ապահովագրություն, կյանքի ապահովագրություն։ Այստեղ ճանճեր կան դրա համար է։ Դեպքը պատահեց, ինձ բժշկական օգնություն ցուցաբերեցին, ես գնացի դիմեցի ապահովագրության կազմակերպությանը, որը որ բանկին էր կից։ Ինչ որ բանկին կից, այնտեղից ենք արել, ասեցա մենք ոչ մի ֆինանսական օգնություն չենք կարող ցուցաբերենք, կարենք բժշկական օգնություն։ Ես էլ հրաժարվեցի թե այդ ապահովագրությունից, թե իրանց միջամտ օգնությունից, քանի որ ես արդեն օգնություն ստանում եմ անվճար ու ինչ որ մեկին չխնդրելու։
Դրա համար էդի արդեն ամեն մարդ իր մոտեցումը ունի այդ ապահովագրության, թե չապահովագրության հարցում։ Իսկ որ Կատալոնիայում բժշկությունը շատ լավ մակարդակի ու անվճար է, էդի փաստ է։ Շատ ենք բողոքում, շատերն են բողոքում ուշ կանչելու համար, սիտաները երկար ենք սպասում, կարող է մի քանի ամիս սպասենք, բայց եթե շտապ դեպք ալնում, Աստված մի արասցե, եթե իրենք զգում են, որ ինչ-որ վատ բան կա, կամ սկսվող, կամ արդեն կա, անմիջապես շատ արագ կերպով կատարում են։ Այսինքն ոնց է կատարում այդ ամբողջ process-ը։ Դու գնում ես դիմում ես քո տեղամասի բժշկին։ Նշանակում է անալիզներ։ Եթե անալիզների պատասխանը գալիս է վատ, ուղարկում են քեզ հիվանդանոց, շատ շտապ։ Այսինքն եթե դու տվել ես 3 անալիզները, 3 օր հետո քեզ ուղարկում են, զանգում են, ասում են կեթաս հիվանդանոց, այսինչ ժամին, այսինչ անալիզների։ Գնում ես այնտեղ բժշկի հետ խոսում ես, ինքը քեզ բացատրում է, որ մենք կասկածում ենք քո խոլեստերինը բարձր է, կամ ասենք շաքարը արյան մեջ։ Կամ Աստված ինչ որ մի խնդիր, եկեք ասենք ինչ որ մի խնդիր։ Եթե լինում է, իրանք շատ շտապ արձագանքում են։ Իսկ եթե իրանք ոչինչ չեն տեսնում, կարող է եւ քեզ չկանչեն անալիզների պատասխանը չասեն։ Եթե պլանային է, իրենք կարող է մի 4-5 ամիս հետո նոր հասնի հերթը, դե բնականաբար շատ են անվճար է, շատ են ժողովուրդը, խոսքով դա երկար է տևում, մինչև գնում ես բույս զննման։ Բայց եւս մեկ անգամ ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մարտություններին, որ հարձակվել են մեր վրա։ Ծառերից բուժ անձնակազմից ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, լինելով հայ օտար երկրացի ու քեզ մոտենում են շատ գեղեցիկ աղջիկներ, երիտասարդ, բուժ օգնություն ցուցաբերելու, անկախ քեզանից կաշկանդվում ես մի քիչ, բայց իրանք քեզ շատ բարեհամբույր ժպիտով պատասխանում են, որ մի կաշկանդվեք, սա մեր աշխատանքն է, մենք սա սիրով ենք անում, մենք ձեզ ուզում ենք օգնենք միայն։ Արդեն էլ Ռուսիա ասած ռուկի վեր պարկում ես խելոք։ Չէ, իրոք չգիտեմ, միայն մարդիկ դժգոհում են ուշ սիտաների համար, բայց ընդհանուր առմամբ շտապ են, չէ, հայ են, միշտ էլ բան ենք անում, որ արագ լինի։ Ամեն դեպքում շատ բարեհամբույր ընդունում են, կապ չունի, ինչ ազգության ես, կապ չունի, ինչ կրոնի ես։ Ինձ թվում է ծառերից են թափում։ Ինձ էլ է թվում ծառերից են թափում, լավ, անցնենք երկրորդ հարցին։ Անցնենք երկրորդ հարցին, սիրելիներս։ Մյուս հարցը, Էմմա ջան, ինչպես ես ծանոթացել ամուսնուդ հետ։ Այս հարցը մի քանի հոգի իհարկե տվել էին։ Հիմա պատասխանենք, ինչպես եք ծանոթացել։ Ընդհանուր ընկերների միջոցով եք ծանոթացել։ Ես ուզում եմ շատ ծավալի պատասխանել։ Իմ ընկերուհին ամուսնացել էր իմ ընկերոջ հետ։ Գագոյ ընկերոջ հետ։ Խոսքով մենք էլ ծանոթացել ենք այդպես։ Այդպես էլ վերևից պետք է տենց էլ լիներ, որ մենք հանդիպեինք իրար։ Երևի։ Փառք Աստծո։ Հարգելի Էմմա, դիտում եմ ձեզ ոչ այնքան վաղուց։ Հաճելի մարդիկ եք։ Այս վիդեոից հետո ավելի շատ հարցեր առաջացան։ Լեզուն սովորելու համար հաճախել եք ինչ-որ տեղ, թե ինքնուրույն եք ուսումնասիրել, ինչպես եք այս հարցին արդեն պատասխանեցինք, ինչպես եք ծանոթացել։ Երկու հարցեր մեր հետևորդուհին տվել։ Նախ շնորհակալ ենք շատ, հաճելի մարդիկ եք։ Արտահայտության համար անչափ շնորհակալ ենք բոլորիցդ։ Լեզուն սովորելու համար հաճախել եք ինչ-որ տեղ, թե ինքնուրույն եք ուսումնասիրել։ Նախ ասեմ, որ մենք լեզուն շատ քիչ տոկոսով գիտենք։ Մեր տնավարի ասած, հայկական, ավանդական ձևով ասած, էշը ցեքից անում ենք։ Ես հաճախել եմ դպրոց, Գագոն ոչ։ Ես հաճախել եմ դպրոց, ես եթե խոսում եմ, դպրոցը օգնում է, ինձ ասում էին ոչ մի բան չի տալիս դպրոցը, ոչ, դպրոցը տալիս է, որ ավելի գրական խոսես։ Այսինքն քերականությունը, սովորես քերականություն, գրական խոսես։ Բայց, որ ասեմ մենք 100% գիտենք իսպաներեն չէ,
Կուզենաք ավելի շատ իմանալ, քո հարցից բնականաբար մենք այդքան չենք իմանա, ինչ որ ասենք իմանա Տեղացին։ մեր լույսին։ Ես օրինակ շտապում եմ, ուզում եմ տեղացու նման, ինձ ասում են, այդ չի կարող տենց պատահել, որ տեղացու նման դու խոսաս, իհարկե չի կարող պատահել, բայց դեռ սովորում ենք։ Դեռ սովորում ենք։ Թե հիմա նա այդպես հարց կառաջանա մեր բաժանորդների մոտ, բա որ խոսալը լավ չգիտեք, գագոն ոնց աշխատի։ Շատ սովորական։ Այդ ինչ վերաբերվում է Չենք ասում, իմ չենք խոսում։ Հա չէ, ինչ վերաբերվում է իմ աշխատանքին, խանութը, առօրյան, մենք բավականին նորմալ շփվում ենք։ Անգամ շատ ժամանակ իմ աշխատանքի վայրում ինձ իսպաներեն պետք էլ չի գալի, քանի որ ինչ որ չափով խոսում եմ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն ձեռուոտով, արաբների հետ ընդհանրապես պետք չի խոսալ։ Իրանք ամեն ինչը հասկանում են ձեռքերով։ Քանի որ գալիս են շատ օտար երկրացիներ, լինում են շաբաթներ, որ ընդհանրապես իսպաներեն չենք էլ օգտագործում, միայն տուրիստների հետ ենք շփվում, իսկ տուրիստը եթե ինքը չգիտի անգլերեն, իրան ինքը կարծում է ես գիտեմ շատ լավ, ես է գիտեմ ինքը լավ գիտի, բայց երկուսը չգիտենք։ Ես որ նոր եկա, մի քանի ամիս հետո կորոնավիրուսը սկսվեց, բնականաբար տունը մնացինք, դուրս չեկանք, դե տանն էլ բնականաբար հայերեն, ինչ որ բառեր սովորում էի, այս սայթով, այս սայթով, ինչ որ բառեր, հետո որոշեցի, որ արդեն որ անցավ կորոնավիրուսը, որոշեցի դպրոց գնամ։ Ամենալավ դպրոցը լեզուն սովորելու համար խորհուրդ են տալի մանկական հաղորդումներ նայել ու չամաչել շփվելուց։ Հա, իրոք չամաչել, Ասեմ ես ձեզ ամաչում էի։ իսպանացիները այնքան բարեհամբույր մարդիկ են, որ ներողություն եմ խնդրում, բարեհամբույր մարդիկ են, որ եթե զգում են դու փորձում ես խոսած, իրենք քեզի կարող է ուղղեն շատ բարեկիր ձևով ժպտալով, որ ավելի ճիշտ կլինի դու այսպես ասես։ Կամ ինչպես ուզում եք խոսացեք, իրենք ձեզ հասկանում հասկանում են ու մեր նման հայերից նման, երբ որ տեսնում ենք օտար երկրացին փորձում է խոսա հայերեն, չէ, բացվում է մեր սիրտը, չգիտենք ինչ անենք իրանց, նույնն էլ իրանք են։ Ես որ ասում եմ, արդեն սովորել ես, խոսում ես, արդեն ասում եմ, քիչ, ասում են, պոկո, քիչ, կամաց։ Խոսքով դեռ սովորում ենք։ Հնչեցնում ենք հաջորդ հարցը։ Գիտես ոնց որ աղորդումը լինի, երաժշտական պոստարկը։ Լավ։ Շատ սիրելի Էմա եւ Գագիկ ջան, իմ տղան ապրում է Ալեկանդոյում, երևի Ալիկանտեում, արդեն 1 ամիս եւ աշխատում է շինարարությունում ու թուղթ է ստացել։ Ուզում եմ իմանալ, կարող է օգտվել անվճար բուժումից, քանի որ քթի վիրահատության խնդիր ունի, շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ հարցի համար, սիրելի հետևորդուհիմ, նախ ինչպես մենք առաջին հարցի ժամանակ ասացինք, որ տարբեր մարզ կարող է տարբեր օրենքներ լինեն։ Իսկ այն ինչ որ վերաբերվում է քթի օպերացիային, եթե կոսմետիկ միջամտությունն է, չեն անելու։ Չեն անի, եթե կոսմետիկ։ Մենք ասում ենք մեր մարզի մասին, մնացած մարզերի մասին չեն կարող ասել։ Եթե շնչառական խնդիր է, անհապաղ իրան օպերացիա անելու են։ Իսկ եթե կոսմետիկ միջամտությունը չեն անելու։ Հա, ընդհանրապես կոսմետիկ միջամտությունները այստեղ անվճար չի։ Եվ հա, անվճար չի ատամի հետ կապված։ Միայն ատամ հանելը, հա։ բուժելը, նայելը, ստուգելը, ինչ որ դիագնոզ կամ բան ասելը ոչ մի բան չկա։ Հա։ Սա վճարով է։ Անցնենք հաջորդ հարցին, սիրելիներս։ Ապա։ Կան նաև ոչ միայն ես հարցերն եմ սկրինշոտ արել, կան նաև մեկնաբանություններ, որ ուզում եմ հնչեցնել եւ մի փոքր խոսել այդ մեկնաբանությունների մասին։ Մեր հետևորդուհին գրել է, որ շատ սիրով եմ նայում ձեզ, բայց ուզում եմ խնդրել Էմա ջան, որ վարելու ժամանակ այդքան շատ մի ծիծաղեք, էլ չեմ կարողանում նայել։ Իսկ թվում է ես առանց պատճառ չեմ ծիծաղում ու եթե առանց էմոցիայի ես խոսեմ, չգիտեմ, միապաղաղ, իսկ թվում է այդ ժամանակ սիրելի հետևորդուհի ընդհանրապես չեք կարողանա նայել ու խորհուրդ կտամ բոլորին, որ միշտ ծիծաղացեք,
քանի որ ծիծաղը մեզ օգնում է դուրս գանք, Երկարացնում է այո, մարդու ու կյանքը։ դուրս գանք դեպրեսիայից։ Թեթև ապրեք, ժողովուրդ ջան, թեթև ապրեք։ Ու ես ծիծաղալու եմ։ Ես էլ։ Ժողովուրդ ջան, դուք էլ ծիծաղացեք շատ։ Լավ, Կյանքում խնդիրներն ու բարդությունները շատ են։ Շատ, ահավոր շատ։ այո, Իսկ եթե մենք ամեն մեկը վերցնենք իր ծավալով մեծ այդ բեռը ու հետներս տանենք, կան երբևիցե մի հարց, որը որ անլուծելի է, բայց շատ հեշտ է լուծվում։ Ուղղակի մենք ենք մեր ուղեղի մեջ մեծացնում ու շատ գլոբալ սարքում այդ հարցը։ Եկեք թեթև նայենք ամեն հարցի շուրջը։ Փորձենք թեթև նայել։ Ճիշտ է, կյանքը շատ դժվար է, ու մի շփտացեք ու ծիծաղացեք, բայց ժողովուրդ ջան։ միաժամանակ նաև շատ հեշտ։ Այո։ Մի բաժանորդուհի գրել է, որ Իսպանիան ամենաթույլ համակարգով համեմատաբար մնացած, երևի հետ մնացած է, ուզեցել ասի, երկրների ամենաաղքատ երկիրն է։ Թույլ տվեք այդ հարցինը ես պատասխանեմ։ Ես չէի ասի, որ իսպանացիները աղքատ են ապրում։ Պատասխանեք օգտա։ Աղքատ ասելով նախ առաջինը եկեք վերցնենք ինչը նկատի ունենք։ Այն որ ասենք եկեք սկզբից ասենք, ես ապրել եմ եւ Գերմանիայում, եւ Ավստրիայում, եւ Շվեդիայում, եւ վերջին հանգրվանից գտել եմ Իսպանիայում։ Հիմա եթե ես համեմատում եմ այդ բոլոր երկրները Իսպանիայի հետ, ըստեղի ժողովուրդը, ըստեղի ապրելակերպը ավելի հարուստ է, ազատ է ու ավելի ճոխ։ Մեզ հարազատ է։ Մեզ հարազատ է։ Դու ասեմ հիմա պարզ, Գերմանիայում ճիշտ է, կա անցած անգամ էլ եմ ես անդրադարձել այս հարցին։ Եթե նկատի ունեք սոցիալ բանը, հիլֆե, գերմաներեն, սոցիալի օգնություն, դա պետական օգնությունն է, որպես փախստական, որպես անաշխատունակ կամ ինչ-որ բան, հա, բնականաբար այնտեղ այն երկրներում ավելի լավ է, բայց մի մոռացեք, որ դուք այնտեղ ձեզ զգում եք միշտ 6-րդ, 7-րդ կարգի մարդ, քանի որ չունեք այն ազատությունը, այն ինչ ունենք մենք այստեղ։ Ես 15 տարվա մեջ երբևիցե ինձ չեմ զգացել որպես օտար երկրացի։ Երբևիցե։ Մեր ներողություն Էմա ջան, կարող եմ մի քիչ երկար խոսամ, բայց ուզում եմ որ անկալելի լինի, որ Իսպանիան այդ աղքատիկ երկիրը չի։ Եթե մարդը ունի ծովափնյա քաղաքում մի հատ շքեղ անազնատուն, Բարսելոնայում ունի 2 հատ բնակարան, 3-4 սենյականոց, ինչ համարենք, այդ մարդը աղքատ է թե հարուստ է։ Ու ես երբեք չի ասի, Ու որ կներեք, ես այդ իսպանացիները հարցը վատ շատ են ապրում։ սխալ եմ համարում, հարուստ մարդը պետք է լինի հոգով, ոչ թե գումարով կամ ինչ որ ունեցվածքով։ Չէ, եթե վերցնենք երկիրը, համեմատենք մյուս եվրոպական երկրների հետ, հա, այստեղ կարող է մի փոքր ավելի քիչ աշխատավարձը ավելի, բայց որ իսպանացիները ինչ-որ վատ են ապրում ու բողոքում են, չէ, թոշակառուները ամեն ինչից օգտվում են։ Այդ նույն եվրոպացիները ուտում են իսպանական հատապտուղն ու միրգը բանջարեղենը։ Խոսքով լավ է։ Իսպանիայի նման երկիր չկա, ժողովուրդ ջան։ Նույն Հայաստանն է, պրոստը իսպաներեն են խոսում։ Մենք կփորձենք իսպանացիներին էլ ձեզ նկարենք քաղաքում, եթե դուք կտարբերեք հայերի հետ, Մեկ իրոք գալիս են իսպանացի, մտածում ես, ասում ես հայ է լինելու, բայց չէ իսպանացի է։ չէ, չեն տարբերվում։ Ոնց որ մամաս ասում, ասում այսի երկրորդ Հայաստանն է։ Հայաստանն է Եվրոպայում։ Հա, ոչ մի երկրի թող ասեն, թե Բելգիայում որ եվրոպական երկրներում ապրող հայերը թող որ նայում են մեզ, թող ասեն, որտեղ է իրանց պատիեզդի շքամուտքի մոտ կամ ասենք ինչ որ մի այգում տատիկները նստում են իրար հետ զրուցում հարևաններով կամ երեխեքը հելնում ֆուտբոլ խաղում իրար հետ։ Կա օրինակ այսօր կանգառում նստած է, ես ավտոբուսի եմ սպասում, բայց մի քանի տատիկներ իրար հետ խոսում էին։ Ու փորձում էին արդեն իմ հետ էլ խոսալ, շոֆել, շփող ազգ են, ահա որ շփող ազգ են իսպանացիները։ Իսկ ուրիշ երկրներում զոմբի ռոբոտի պես գնում են, ռոբոտի պես գալիս են, դեմ դիմացի հարևանը չի ճանաչում իր հարևանին։ Դա էլ է։ Լավն է մեր Իսպանիան։ Մյուս հարցը։ Էմա ջան, նույնիսկ ձեզ հետ գնումների գնալը ձանձրալի չէ, անչափ շնորհակալ ենք։ Որքան բարություն կա ձեր եւ Գագոյի ձայնի մեջ։ Նորից շնորհակալ ենք։ Անչափ։ Ամուր ընտանիք մնացեք եւ երջանիկ։ Շնորհակալություն։ Ես արդեն ձեր մշտական հետևորդն եմ։ Շնորհակալ ենք դրա համար։ Շնորհակալ ենք։
Ով է երգում կասեք հրաշալի մեղեդի է։ Սիրելիները շատերն եք ասել, որ շատ գեղեցիկ երաժշտություն է, երգ է ու հարցրել եք ով է հեղինակը, ով է հեղինակը։ Ասեմ, որ ոչ մեկ։ Արհեստական բանականությամբ ստեղծված երգեր են, որը շատ օգնում է մեզ բլոգերներից, քանի որ գիտեք, որևիցե երաժշտություն երբ հնչում է քո տեսանյութում, տվյալ բլոգերի տեսանյութում, YouTube-ը արգելափակում է ընդունելով հեղինակային իրավունքների խախտում։ Իսկ այս դեպքում այս արհեստական բանականությամբ ստեղծված երգերը շատ օգնում են մեզ, շատ համգեղեցիկ են եւ հաճելի է լսվում։ Բացի այն իսպանական երգն ու երաժշտությունը շատ կրքոտ են ու շատ գեղեցիկ։ Ու շատ այդ դեպքում շատ օգնում են։ Ուզեմ ասեմ, որ հեղինակը չկա, արհեստական Իսկ եթե բանականությամբ ուզում եք երգեր են։ ինքներդ ներբեռնել կամ գտնել, գրեք ինտերնետում, YouTube-ում կամ Կարող եմ Google-ում սայթերը թողնել, եթե կուզենաք, այդպես գտնել, բայց հեղինակ չկա։ Ես միշտ ցանկանում եմ, որպեսզի եթե մի բնություն է, ճանապարհն է գեղեցիկ, ուզում եմ, որ համահունչ երաժշտություն լինի, երգ լինի, որպեսզի ավելի գեղեցիկ լինի։ Շատ ժամանակ նայում ես սիրուն տեսարանները գեղեցիկ, բայց երգը մի տեսակ չի թողնում, որ այդ տեսարանը նայես։ Իսկ ես ուզում եմ երկուսը իրար համահունչ դարձնել, որպեսզի ձեզ ավելի հաճելի լինի, սիրելիներս։ Երևի ստացվում է, որ շատերը այդ հարցը տալիս եք։ Դա էլ մյուս հարց, այս հարցը։ Հիմա անցնենք մյուսի, սիրելիներս։ ապա հնչեցրու սիրելիս։ Ուրեմն մեր բաժանորդուհին, անկեղծ ասած, չգիտեմ, բաժանորդուհի է, թե հետևորդուհի է, որովհետև առաջին անգամ էր գրել ու կարծես ինձ մի փոքր նախատել է։ Էմա, առջևում ես նստում, բայց դա գեղեցիկ չէ։ Անհարգանք է սկիսուրիդ նկատմամբ։ Վայ։ Ուրեմն նախ շատ կուզենայի, որ այս հարցին պատասխաներ իմ սկիսուրը, ցավոք իմ սկիսուրը այստեղ չի, Ավստրիայի Ես կփորձեմ ձայնագրել մայրիկին այստեղից Ավստրիա եւ կլսեք նրա պատասխանը ինքներդ։ Չէ, նախ ասեմ, որ մինչ իմ բլոգերություն սկսելը, իմ սկիսուրը, որ մեզ մոտ գալիս էր, ես առաջին անգամ ասեցի առջևում կնստես, իմ սկիսուրը այնքան խելացի։ Կինը, որ ասեց ոչ, այստեղը քո տեղն է ու դու պետք է նստես քո ամուսնու կողքին։ Իմ սկիսուրը շատ հարգված է, ինքը հարգված մայրը, հարգված սկիսուրը, հարգված տատիկը։ Սրանով չի որոշվում հարգանքը։ Երկրորդը ես եթե նկարում եմ, ինձ ավելի հարմար է իհարկե առջևում նստելը, բայց իմ սկիսուրը շատ խելացի կին է ու հաստատ դրանից իր հարգանքը չի ընկել։ Չէ, մաման, դու արդեն այնքան լավ բաներ ասեցի, որ ես էլ բառ չեմ գտնում ասեմ, այն կինն է, որ երբեք ինքը ավելնորդ բան թույլ չի տա ու մեկ երկրորդն էլ հարգելիս։ Եթե ասենք կիսուրը դեմը նստեց կամ հարսը հետևը, այդտեղից ոչ հարգանքն է պակասում, ոչ սերը, ոչ էլ մարդկությունը։ Ու պետք է եթե նստես հետևը, այդ դրանով դու չես հարգելու ու մտքումդ շատ ներողություն եմ խնդրում, ինչ ասես, այդ դրանով ասած չես հարգելու։ Վերաբերմունքը տեղը մեր մոտ հարգանքը փոխադարձ է, ինքը ես իրան եմ հարգում, ինքը ինձ է հարգում, իմ սկիսուրը շատ խելացի է, մեծի հետ մեծ է, փոքրի հետ փոքր է, ջահելի հետ երիտասարդի հետ երիտասարդ է ու դրանով իսկ ինքը շատ բոլորի համար սիրելի է, հավատացեք, իմ սկիսուրը շատ հարգված մայրը, սկիսուրը եւ տատիկը։ տատիկի թորնիկը բա։ Հա, ծորնիկինը չգիտեմ, մեծ տատիկ է նաեւ։ Դե ծորնիկներ էլ ունի արդեն։ Ծորնիկներ ունի։ 4 հատ Աստված բոլորին ծորնիկներ ունի արդեն իմ սկիսուրը։ զգան այդ քաղցրությունը։ Այո, ու տա Աստված բոլորդ իմ սկիսուրի նման հարգված լինեք։ Մյուսը էլի հարց չի։ Լավ, կարդամ լսեք։ Բարև Էմա ջան,
դու շատ քաղցր ու հաճելի խոսելաձև ունես, որի համար դիտում եմ լավ միասնական ընտանիք եք։ Անչափ շնորհակալություն նորից։ Այո։ Մեկը մյուսի կարծիքը հաշվի առնելով։ Էմա ջան, շատ հաճելի էր ձեր դաչան, ձեզ բարի ժամանց, սկիզբուրդ ինչպես է կփոխանցեք բարևներս։ Անպայման բոլորի բարևները փոխանցում եմ, իսկ սկիզբուրը ձեզ է բարևում իհարկե։ Հիմա հերույա, հուսով եմ շատ շուտով նորից կհանդիպենք ու իմ սկիզբուրը նորից կնկարվի տեսանյութերում կերևա ձեր համար։ Խոսքով, ուղղակի ցանկացա կարդալ ձեզ համար սիրելիներս։ Մեր հողամասի ծիրանը երբ որ ցույց էինք տվել, փոքր ծիրաններ էր, գրել էիք մեր հետևորդուհին գրել էր, որ աղջանաբադ տեսակն է, այստեղ աղջանաբադ, շալախ չկա, այստեղ մի տեսակի ծիրան է, փոքր է լինում, մեր շալախի նման մեծ լավ ծիրաններ չի լինում։ Այստեղ այդ մի տեսակ ծիրանն է սիրելես, կամ դրանից մի փոքր մեծ։ Կարող է մեր հայկական ծիրանը ստեղ լինի, իրանք չիմանան դա որ ծիրան է։ Հա, այստեղ այդ տեսակի մենակ մի փոքր կարող է դրանից մեծ լինի ու վերջ։ Դա է այստեղի ծիրանը։ Այստեղ մեկը մի բաժանորդուհի հնչեցրել էր հարց։ Ես ճիշտն ասած սկզբից չկարողացա տարբերեի ինչի մասին էր խոսքը, հետո նոր հասկացա ճիշտն ասած, միգուցե երեխան չի ընդունում, դուք չպետք է ընդունեիք, երեխան երեխա է։ Հա, ուրեմն ես մեր ծանոթության ժամանակ, երբ որ ասեցի, որ երեխան եթե ինձ ընդունում է որպես տատիկ, ինձ շատ սիրում է, ես էլ արդեն ընդունում եմ ու այդ օրվանից ու արդեն ես համարում եմ, որ ինքը իմ թոռնիկն է, ես դա հոգեբանորեն եմ ասել, որ ես պատրաստ եմ արդեն ընդունելու, որ Լուսին ու մեր Դավիթը իմ թոռնիկներն են, ես այդ առումով է, եթե չընդունել չընդունելի հարցը չի սիրելիներս, բնականաբար Քեզ ընդունել են արդեն, ես չի որ ընդունես թե չընդունես։ Սիրելիներս դրա մասին էր մեր խոսքը։ Լուսին որ հարցնում ենք Էման քո ինչն է, ասում եմ ամենասիրուն տատուլիկը։ Որը համար ես եմ քեզ շնորհակալ եմ աջան։ Մյուս հարցը, որ ուզում եմ պարզաբանել, ուզում ենք երկուսով պարզաբանել, մեկ հետևորդ, երևի հետևորդ, գրել է, մադամ ջան, ոստիկանությունը ինչ կապ ունի պասպորտ տալու կամ վիզա տալու հետ։ Իսպանիայում այդ սաղ միլիցիայի ձեռքում է, մալադեց իսպանական միլիցիա ու ծիծաղալու սմայլիկ է դրեմ։ Մի րոպե այդ այն վիդեոյի տակա, որ ես իմ կացության թուղթը ստանում եմ ու ասում ենք, որ գնում ենք ոստիկանություն, այսինքն նացիոնալ պոլիսիան, ազգային ոստիկանությունը։ Հա, հիմա եթե մեր ընկերը այդ գասպադինը ես չգիտեմ որտեղ է ինքը ապրում, Հայաստանում, թե Ռուսաստանում, թե Եվրոպայում, ինքը պետք է որ իմանա, որ կա տարբեր ձևի ոստիկանական բաժանմունքներ։ Կան քաղաքացիական հարցերով զբաղվող, կան կրիմինալ հարցերով զբաղվող, կան եւ սահմանապահ ոստիկաններ, որոնք որ տամոժնիկ են կոչվում, ասեմ, որ ինքը լավ հասկանա։ Բա Հայաստանում օվիրը ինչին է կից։ Ներքին գործերի նախարարությանը ոստիկանական մի բաժին է, որոնց որ մարդկանց տալիս է վիզաներ։ Անձնագրային սեղանը կից է ոստիկանության։ Այո։ Դրա համար էլ ճիշտ ասում եմ, մենք վիզա վերցրել ենք հենց այդ նույն տեղից, որտեղ որ Էման ստացավ իր այդ ապրելու կացության թուղթը, մենք այդտեղից Էմայի մամայի համար վիզա ենք վերցրել։ Իրանք են մեզ տվել։ Այստեղ տալիս է ոստիկանության տարբեր ճյուղեր կան, նացիոնալ պոլիսիան է տալիս։ Հա, եթե մարդը համազգեստով կանգնած է ու մեջքին գրած է պոլիցիա, ես չեմ կարա իրան ասեմ դու բան ես, շուկայի աշխատող ես։ Չէ, այստեղ այդ հարցերը ամեն դեպքում բոլոր տեղն էլ ինձ թվում է դա է, մեր մոտ էլ անձնագրային սեղանները, ինչպես մենք ենք ասում պասպորտ սեղանը, կիցը ոստիկանությանը։ Եթե ինձ թվում է մենք մեր պարոնին բացատրեցինք, թե
Այո, Այո, ապրի Իսպանիան։ ոստիկանությունն է տալիս, Իսպանիայի Այո, ոստիկանությունը։ Անցնենք հաջորդ հարցին։ Հարցրել էի քանի տարեկան եմ։ վախ, Ուրեմն այս մի րոպե նախ ներողություն եմ խնդրում։ տարիքը չեն հարցնում։ Ոչ միայն դուք եք իմանալու իր տարիքը, այ ես նույնպես ես քանի տարիա փորձում եմ այդ իմանամ, ասեմ քան տարեկան ես, ասում եմ 27։ Դե 27, ես տորթի մոմնել եմ առել 27։ Ուրեմն ես ձեզ մի բան ասեմ, իմ ծնունդի օրը ասաց, հիմա քանի տարեկան դարձար, գիտի, այնպես չի որ չգիտի ժողովուրդը մկավատակ որ չգիտի, որտեղ մեկը գրել էր ինչ է հետաքրքիր է, ձեր ամուսինը չգիտի, դուք քանի տարեկան եք։ Ուրեմն Այդ խոսքի վրա ուզում ասեմ, շլավ ճիշտ շեշտեցին, որ ես քո ամուսինն եմ։ Թե չէ մարդիկ կան ասում են, Էմա ջան, այն շունը տեսա, ինձ թվաց էլ նույն խոզնա։ վարազը։ Ահա։ Դե չէ մարդիկ կան, բաժանորդներ կան, գրում են էմա ինքը քո papan-ա չէ, ես իր papan չեմ։ Հա, այդ ինչ են 27 տարեկան ասում, որովհետև իմ ծննդյան տեսած եք լինեք վլոգի ժամանակ 27 թվի մոմ էի փչում։ Ասաց հիմա քանի տարեկան դարձար, ասացի 27 կատակով։ Հա, ու գնացել 27 էր առել եկել, հեսա դրեցի 27-ը փչեցի։ Ու այդպես մի քանի բաժանորդների մոտ հարցեր առաջացել, որ քանի տարեկան եմ, ու մեկն է գրել էր ինչա հետաքրքիր է ձեր ամուսինը չգիտի, դուք քանի տարեկան եք։ Գիտի ժողովուրդ ջան, գիտի։ Ես թաքցնելու ոչինչ չունեմ, ճիշտ է, ասում են կնոջ տարիքը չեն հարցնում։ Թաքցնելու ոչինչ չունեմ, որովհետև ես շատ ուրախ ու երջանիկ եմ։ Ամեն դեպքում ամեն տարիք իր գեղեցկությունն ունի։ Այո, իր գեղեցկությունն ունի ու հաճելի է ամեն դեպքում, ճիշտ է, մեծանալը այդքան էլ հաճելի չի, բայց ամեն դեպքում դա բնության օրենքն է, կյանքի օրենքն է, այդպես պետք է լինի։ Ես 48 տարեկան եմ ժողովուրդ ջան։ Այդ էլ մեր բաժանորդուհու հարցին պատասխանեցի, 48 տարեկան եմ։ Անկեղծացար։ Անկեղծացա։ Իրոք թաքցնելու ոչինչ չկա։ Ու իմ ամուսինն է գիտի տարիքը։ Գաղտնիք չի ժողովուրդ։ Սիրելիներս գիտեմ, ուղղակի ես անդրադառնում եմ էլի այն նույն փաստին, ապրենք թեթև եւ ուրախ։ Այո։ Կյանքը Պետք չի մեկս մեկին քննադատենք, սիրելիներս։ Ըստ Իրանից կյանքը շատ բարդ է ու դժվար, եթե նայում ենք այդ աչքերով։ Իսկ եթե մի քիչ աչքերներս գույն ենք տալի, գեղեցիկ ենք նայում, գունավոր ենք նայում կյանքին, շատ հաճելի ու շատ քաղցր բան է։ Այո։ Ավելորդ քննադատել պետք չի, ավելորդ խորհուրդ տալ պետք չի։ Մեկ բաժանորդուհի գրել էր, որ դուք էլ աշխատեք ու ձեր ամուսնուն օգնեք, տուն որ վերցնեք, ինքը ճիշտ է, ես այնպես էր գրել, ես իմացա այստեղ է ապրում, բայց ինքը Բելգիայում ապրելով շատ լավ գիտեր Իսպանիայի օրենքները, գիտեր, որ 3 ամիս ապրելով այստեղ թուղթ են տալիս, ինչ-որ չգիտեմ, այնքան հեշտ է, ամեն ինչը հերվից հեշտ է թվում, ժողովուրդ ջան։ Այստեղ ես թուղթը ունեմ, ես ասել եմ, ես ունեմ կացության թուղթ, բայց չունեմ աշխատանքի իրավունքի թուղթ, իրավունքով չի հիմա արդեն հանել եմ թուղթը ու արդեն այս անգամ տվել են աշխատանքի իրավունքով, մինչ այդ ես աշխատանքի իրավունք չունեի։ Հիմա քանի որ համատարած Իսպանիայում տալիս են թուղթ աշխատանքի իրավունքով 1 տարվա ժամկետով, որպեսզի աշխատեն, հարկեր մուծեն, մի խոսքով, այդպիսի օրենք է այստեղ դուրս եկել։ Իմ թուղթն էլ այս տարի ի զարմանս ինձ տվեցին այդ աշխատանքի իրավունքով ու հավատացեք մեզանից շատ ոչ մեկ մեզ լավը չի ցանկանում հաստատ, որ մեզ լավ լինի, շնորհակալություն ամեն դեպքում խորհրդի համար, ի նկատի կունենանք, անչափ շնորհակալ եք։ Ժողովուրդ ջան, երևի այսքանն էին մեր հարց, չգիտեմ, մեկնաբանություններ կարդալ, հարցեր միշտ լինելու են, խնդրում են գրեք, եթե ինչ որ հարցեր ունեք գրեք, այո, մենք փորձենք մեր շփումը իրար հետ շատ հաճելի է,
Այսպես երկուսով կփորձենք պատասխանել։ Թե հումորով, թե ծիծաղով, թե լուրջ կպատասխանենք ձեր բոլորի հարցերին։ Անպատասխան չենք կունենաք, թողել։ կարող եք տալ, ես նորից մի փոքր կհավաքեմ, ու այսպես մի տեսանյութով կպատասխանենք հարցերին, կամ ընթացքում, եթե հարցեր կլինեն, տվեք։ Նորից եմ ասում, որ անչափ շնորհակալ ենք բոլորիցդ, Շնորհակալություն որ բոլորից։ դուք կաք, որ դուք այդքան լավն եք։ Որ Իրոք, դուք մեր հետ եք։ այո, որ դուք մեր հետ եք, ամեն դեպքում շատ հաճելի է։ Գիտեք, հա, ներողություն Էմա ջան, մի քիչ երկարացնեմ, կան հայեր շատ կան։ Հայեր կան Բարսելոնայում։ Մեր քաղաքում ես դեռ չեմ հանդիպել հայերի, միգուցե եւ կան։ Մի երկու ընտանիք կան, բայց գործի աբերումով չեն կարող շփվենք իրար հետ, որտեղ այդ մարդը աշխատանքի է, ես եմ աշխատում, ժամանակ չի լինում, բայց եթե դու աշխատում ես, գալիս ես տուն աշխատանքից հետո ու տեսնում ես, որ քո միակ ընկերը շփման միջոցը կամ արտաքին աշխարհի հետ մնացել է հեռուստացույցը ու բազմոցը։ Դրա համար մեր համար էսի շատ լավ մի հատ առիթ է, որ շփվենք մյուս մարդկանց հետ։ Ու եթե կարծում եք, որ ու մի հետևորդուհի Աեդա եմ ուզում ասեմ, որ մի հետևորդուհի գրել էր՝ մի ասեք, որ չեք աշխատում, ով ասում է չեմ աշխատում, ամենաշատն է աշխատում, նա համաձայն եմ, ճիշտ ասած, տան աշխատանքը չի գնահատվում, ու ես աշխատում եմ YouTube-ում, ինչի՞ եք համարում, որ դա աշխատանք է։ Իրոք աշխատանք է, ժողովուրդ ջան, ու բավականին ժամանակ է քեզանից պահանջում, ահագին երկար ժամանակ է պահանջում, դու եւ այս աշխատանքի սցենարիստն ես, եւ մոնտաժողն ես, եւ օպերատորն ես, եւ ամեն ինչը դու ես, ամեն ինչը։ Չի, բանվորն ես եմ։ Չէ, դե ամեն Լավ, դեպքում ինչևիցե ժողովուրդ ջան, երկարացրինք, ձեզ հրաժեշտ է, ձեր հետ հրաժեշտը։ Մնացեք բարյավ եւ խաղաղ։ Սիրում ենք մենք ձեզ բոլորիդ։ Միշտ նոր հանդիպում։ հաջողություն Հաջողություն սիրելիներս։ ձեզ։ El amor que yo tengo, el amor que yo tengo, nadie te lo dará. Ser tu amor yo pretendo, ser tu amor yo pretendo, hasta la infinidad. Nadie te amará, nadie porque te quiero en lo que dices y lo oculto, en tu risa dulce y en tu tempestad, en la calma que nace tras el ruido y en las dudas que no sabes nombrar. Y si el mundo se apaga y no hay camino, seré la luz que te ayude a regresar. Si la noche se vuelve laberinto,